Այն, որ համացանցում բոլորը խոսքի իրավունք են ստացել, ինչ ուզում խոսում են, սա բոլորը գիտեն։ Ինչքան շոու ես անում, տեսողական առումով գրավիչ, աչքին հաճելի, այնքան ավելի շատ դիտումներ ու լսարան ես ունենում։ Հետևորդներ, հավանումների քանակ որքան շատ են, այնքան ավելի վստահություն ես ձեռք բերում մարդկանց մեջ։ Կարող ես խոսել ինչ մտքիդ փչի։ Կարևորը ապահովիր տեսողական գրավչություն, օրինակ հրապարակիր տարբեր երկրներից քո լուսանկարներն ու դա բավական մեծ վստահություն կառաջացնի մարդկանց մոտ կույր տրամաբանական շղթայի օգնությամբ։ Դա գիտեք որն է։ Եթե շատ երկրներում է լինում, ուրեմն փող ունի։ Եթե փող ունի, ուրեմն պահանջված մասնագետ է։ Եթե պահանջարկ ունի, ուրեմն խելացի է ու վերջ։ Արդեն կարող ենք լսել ու տարածել իր խորհուրդներն առանց քննելու։ Վստահելի լինելու մեթոդներից մեկն էլ նաև գրավիչ խոսելն է։ Օրինակ, աչքերը ճռած կամ ինքնավստահ դասախոսի ձայնով ու այնպիսի համարձակությամբ, կարծես ասածներդ փորձել ու գործի ես դրել 20-30 տարի շարունակ։ Ոչինչ որ ինքը դեռ 30 տարեկան էլ չկաս։ Կարևորը 30-ամյա վստահ հայացքով խոսելն է։ Ուրեմն հաշվի առնելով այս ինքնավստահության խապկանք կոչվող վիրուսը, զգուշացեք հետևյալ խմբի մարդկանցից։ Մարդիկ, ովքեր սկզբունքորեն ու կտրուկ դեմ են խոսում մինչ այդ եղած, ընդունված հայտնի ճշմարտություններին, գիտական թեզերին, մեծերի ու հաջողակ մարդկանց գաղափարներին։ Շատ վստահ ու կատեգորիկ։ Այսինքն ես ասացի ու վերջ, չեմ պատրաստվում վիճարկել կամ քննարկել։ Գիտնականը կարող է ասել սա այսպես է, որովհետև ես ու շատերս արել ենք, փորձարկել ու համոզվել։ Իսկ ինքնավստահ մարդն ասում է սա այսպես է, երբեք չեք հանդիպի մարդկանց, որ կարողանան հակառակն ապացուցել։ Մինչդեռ շատ խելացի մարդիկ, ովքեր հակառակն են ապացուցել, սովորաբար չեն էլ փորձում ժամանակ վատնել անդրադառնալու որևէ թեմայի, եթե առարկողը չի ունենում որևէ X մակարդակի հիմք կամ փաստ։ Օրինակ, եթե դու մի բանում համոզվել ես, որովհետև դրա ուսումնասիրման վրա ներդրել ես 50-60 տարի, հարցումներ, փորձարկումներ ես անցկացրել, ապա դժվար թե դու այս գիտելիքի ու համոզմունքի ահռելի բազան մտքիդ հաշվի նստես նրա հետ, ով իրենց տան խոհանոցում մի քանի ամիս մտածում ու որոշում է բլոգ վարել, որպեսզի ասի, որ ինքը վստահ է դրանում։ Խելացի մարդիկ նմանների հետ զրույցի չեն բռնվում, բայց ամենավատն այն է, որ խելացիների լրությունից օգտվում են հիմարները։ Ուրեմն հեռու մնացեք զարմանալիորեն նորանոր ճշմարտությունների մասին լուրերից էլ, այդ լուրերը բերող ինքնավստահ սուրհանդակներից էլ։ Ավելին իմանալու համար բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին, կխոսենք։